Տիկին Ղազարյան, իսկ դուք ինչպես եք պատկերացնում խորհրդարանում աշխատանք, ամեն դեպքում այն պատկերը, որ հիմա կա, ակնհայտ է, որ դժվարություններ են լինելու տարբեր օրենսդրական նախաձեռնությունների եւ այլնի հետ կապված, ինչպես եք պատկերացնում։ Մենք միշտ ասել ենք, որ մենք հաշտ ենք լինելու ցանկացած արդյունքի դեպքում։ Եվ աշխատանքն էլ ինչ է 21 թվականին ընդդիմությունը մեր համար բան է։ Դե այնուամենայնիվ ես կարծում եմ մենք այս անգամ էլ խնդիրներ չենք ունենա, որևէ օրես դե դա կերև է, եթե իրենք մտածում են օրինակ երեք ես նկատեցի, որ շատ ծիծաղելի էր էլի, որովհետև 5 տարի շարունակ նաև ընդդիմություններ փորձում թե հիշում եք վերջին օրերին նաև խոսում էին թե ԿՊ-ից այսքան մանդատ բան կանենք կվերցնենք եւ այլն, այս մասին նույնիսկ հիմա էլ են երազում։ Որ ընդդիմադիրներ ավելի շուտ կանցնեն։ Ես կարծում եմ, որ երբ որ սահմանադրությունը լինի ժողովուրդը քննարկի բանը եւ այսպես հանրային քննարկում ծավալվի, հնարավոր է, չնայած իրանց վրա հույս չունեմ առանձնապես, որովհետեւ իրենք այլ նկարտումներով են գալիս ազգային ժողով, ինչպես տեսել ենք 21 թվականին, հնարավոր է հետագա զարգացումների ընթացքում ով գիտի ինչ կլինի, հետեւաբար այսպես կախած, բայց ես կարծում եմ իրենք պետք է վախենան ազգային ժողովում դժվարություններից եւ ոչ թե մենք պետք է վախենանք դժվարություններից։ Ես չեմ կարող հիմա կանխատեսել ով կմիանա, ով չէ, բայց մենք որ հաստատ մեզանից երբևէ չի եղել նման բան, հետեւաբար իրենց ցույցերը չեն արդեն։ Կփորձեք ադրբեջանցիների թեզը ավարտեցին, հիմա էլ որոշել են, որ ձեզանից ուղղ պատգամավոր են տանում։ Էդ եմ ասում, շատ ծիծաղալու է, այս ուժեղներին ամեն օր խոստանում եմ 5 տարվա ընթացքում ամեն ելույթումս առանձին հարցնեմ, այդ ադրբեջանցիներն ունեն, եթե չեն ապացուցել, խնդիր են ունենալու։ Դառնվածն երկու պատգամավոր փոխվել են։ Շատ ասասների կուսակցություն է եղել ի սկզբանե, ասենք այդ չգիտեմ ինչ երազ են տեսնում, անկեղծ կամ ինչպես իրենք էին, այսպես կամ ինչ են ուտում, ավելի շուտ ինձ սունկ են օգտագործում։ Ինձ պնդում էր, որ իշխանությունները Արցախը տալու են, դուք ծիծաղում եք, ասում եք երազ է, այդ երազը իրականացվել։ Եկեք այդտեղ խոսենք, էլի։ Այդ ինչ Պրագայում իրենց իշխանություն վերած ղեկավարն է ստորագրել Արցախի լուծարման փաստաթուղթը, եկեք խնդրում եմ, էլի, ոչ մի նախկին ղեկավար չի եղել, որ ճանաչել է Արցախը Հայաստանի կազմում, բոլորն էլ ճանաչել են Ադրբեջանի կազմում եւ եկեք այդտեղ պաթոսների չտրվենք, էլի։ Կանգնել եւ ասել, որ Արցախը Ադրբեջանն է, որովհետեւ ամենին շատ ավելի բարձր է, հիմա ավելորդ հարցեր եք տալիս ուղղակի։ Նախորդ անգամ էլ էր դիմել, ինչ արդյունքի ասա Ժորժ ջան, այս ընտրությունները մենք միշտ ասել ենք մեր համար ամենակարևորը, որ ընտրությունները անցնեն ազատ, թափանցիկ, արդար ընտրություններ եւ մենք տեսեք ընդհանրապես չեն խառնված։ Թեպետ ասում եմ, 3 արձանագրվեց, որ ավելի շատ ԿՊ-ի ձայներ է որոշ տեղամասերում պակաս է ու մենք մեր տոկոսն ենք բարձրացնում։ Թող ինչքան ուզում է վիճարկեն, ինչքան մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի անցնեն ազատ ընտրություններ։ Բայց մարդկային գործոնը ես որպես նաեւ բան եմ, քիմիկ եմ ասում, երբ որ փորձ ես անում, որևէ բան ես անում, ինչքան մարդկային գործոնը մեջը կա, այդքան սխալի տոկոսը կարող է ավելանալ։ Հիմա մարդկային գործոնի խնդիրը կա, որի ժամանակ տրվել է ժամանակ, վերջնական արդյունքները կլինեն։ Ես կարծում եմ, այստեղ խնդիր ընդհանրապես չի լինի, որովհետև եթե խնդիր լիներ, ինչքան էլ իրենք փորձում էին այդ օրվա ընթացքում ինչ-որ բաներ գեներացնել, որպեսզի կասկածի տակ դնեին ընտրության արդյունքները, հասկացան, որ նման բան չի լինի, չեն կարող անել եւ հետեւաբար արդյունքները կլինեն, կարծում եմ բոլորն էլ հաշտի են, թող վիճարկեն, դա նորմալ է, իրենց ձեռագիրն է, դրանից չենք նեղվում։ Խորհրդարան եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ասում է, որ երբ որ իշխանությունը հասկացել է, որ իրենք 3/5 չեն ունենալու, այդ ժամանակ ԲՀԿ-ի ձայներն արդեն իսկ պակասել է եւ հիմա վերհաշվարկի հետևանքով իրենք տեսնում են, որ ընտրատեղամասում նույնիսկ 90 ձայն մեկ ընտրատեղամասով ավել է գրանցվել։ Այսինքն միտում են տեսնում, որ միտումնավոր հարաբերապես նման տեսեք ամեն մարդ իր արշինով է չափում ամեն ինչ։ Խնդրում եմ, մենք առաջին անգամ չենք ընտրություն իրականացնում, առաջին անգամ չէ մեր իշխանության օրոք թե տիմերում, թե համապետական երկու ընտրություն է իրականացել, որևէ նման խնդիր չի առաջացել, որևէ միտում չենք ունեցել։ Ես էլ եմ ասում, ես չի որ մեր ընդդիմության համար այս պահին ձևավորված 21 թվականի այնքան երջանիկ ենք, բայց երբևէ որևէ քվե, որևէ տեղ չի փոխվել, այնպես որ սպասենք արդյունքներին, ամեն ինչ պարզ կլինի, կգան, չեն գա, էդ էլ արդեն վերահաշվարկի արդյունքները պարզ կլինի, կարող է պարզվել, որ վերահաշվարկի արդյունքով ԿՊ-ն ավելի շատ տոկոսներ է ապահովում, ես դրանում նույնիսկ վստահ եմ։ Բայց հնարավոր է նաև հակառակը, ու իրանց թավերը քչելու է։ Դե թող մտնեն խորհրդարան, ոչ մի խնդիր։ Դե ոչ մի խնդիր, արդյունքը ոնց կա, դրա հետ հաշտենք։ ասում են, որ գործարքեք նույնիսկ առաջարկել Գագիկ Ծառուկյանը։ Նման բան չկա բնականաբար։
հիմամբ նաև քրեական վարույթ է նախաձեռնել։ Սիրելիներս, մենք ի սկզբանե խոսացել ենք այդ մասին, որ հաշվի արդարի խնդիր չկա, այդ մարդը լրիվ հարկերից խուսափելու վերաբերյալ ունի քրեական գործ Ղազարյան։ Ղազարյան, բայց երկու հարցը սպառել ես Շողիկ ջան։ Անցնենք մյուսների հարցերի պատասխանելու։ Անգամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը չստացավ դատախազությունը եւ մեղադրանք առաջադրեց։ Ես չգիտեմ ինչի մասն ենք խոսում, ես գիտեմ, որ այս պահի դրությամբ խնդիր ունի Գագիկ Ծառուկյանը հարկեր չվճարելու վերաբերյալ, որի ընտրություններից հետո չէ, նոր չենք իմացել, վաղուց գիտենք, դրա համար էլ վարչապետը հստակ ասում էր, որ այդ մարդիկ նստելու են բնականաբար։ Ես ասում եմ, դատական պրոցեսները հնարավոր է երկար են տևում, բայց արդարադատությունը միշտ վրա է հասնում։